Բոլորին բարի եկած եք Տերոջը դանը մեջ միասին զասված բաշտելու։ Бид սկսեմ բաշտամունքը գոչնելով ձեր բոլորին գարտալով Սաղմոս 92-ն, որ գսե Բարի է կոհանալ Տերոջմեն ու Սաղմոսըսել քու անվանդ ով բարձիալ Արդուները քու ողորմությունդ պատմել ու կիշերները քու հավատարմությունդ դասլար ունեցող նվագարաններով ու դավիղով եւ քնարի ցայնով վասնզի թունով դեր քու կորձերովդ զիս ուրախացուցիր քու ցերկերուտ կորձերովը բիդի ծնձամ ով դեր որքան մեծ են քու կորձերդ շատ խորունգ են քու խորուրդներդ Ալելույա ամեն Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով դարձյալ ողջունենք ձեզ եւ գսենք բարի եկած եք միասնապար այսօրվա բաշտամունքին որ ամռան առաջին գիրագին է միասնապար հավաքված ենք դուրսը դակ օթին բայց ներսը բավականզով ուրախությամբ սկսենք այսօրվա բաշտամունքը ոտքի վրա երգելով երգ 21 Աստված Հոսե Աստված Մինչ Տերոջը Սուրբ Գահին արչև ոտքի կգայնինք, շարունակենք բաշտամունքը փոխասած ընթերցում գարտալով փոխադարձաբար թիվ 43, որ կգտնվի էջ 482-ի վրա։ Փոխասած ընթերցում թիվ 43, էջ 482 հոգևոր երկարաններուն յետին։
Հնազանդություն առ Աստված, Երանի ջամփով ամպիցներուն, որոնք Տերոջը օրենքի մեջ կգալեն, եւ աներունություն չեն աներ, հաբա անոր ջամփաներուն մեջ կգալեն։ Երանի թե իմ ջամփաներս հաճողին, որբեսի քու կանոններդ պահեմ։ Բիդի կովեմ քեզ ուղիղ սրտով, երբ քու արդար դաստաններդ սորվիմ։ Երդասարտը ինչով մաքրեր ջամփան, քու խոսքիդ համեմատ անոր ըսկուշություն ունելով։ Իմ սրտիս մեջ բահեցի քու խոսքերդ, որբեսի չմեղանչեմ քեզիթեմ։ Քու հրամաններուդ վրայով պիտի մտածեմ եւ քու ջամփաներդ պիտի դիտեմ։ Փարությունը ռե քու ծարայիդ, որբեսի ապրիմ ու քու խոսքդ պահեմ, բայց իմ աչքերս, որբեսի քու օրենքները դրաշները տեսնեմ։ Խոնարեցնենք մեր գլուխները աղոթքի համար։ Ամենագալ սիրող, կտացող Հայր Աստված մեր, այս առավոտ դարձյալ գուքանք ու սուրբ գահիդ առջև, մեր մտքերը բերելով, մեր դգարությունները, մեր ծախողությունները, մեր հանցանքները եւ մեր մեղքերը զղջումով կմոտենանք քութեն եւ ապաշխարության հոգիով կմոտենանք ու սուրբ գահիդ առջև ագնգալությունով քու արդարությանդ, ագնգալությունով քու ողորմությանդ, ագնգալությունով քու շնորհքիդ, ագնգալությունով քու բարյացակամությանդ, որ միշտ բարի ես եւ միշտ պատրաստ ես ներելու անոնց, որոնք կխոստովանին իրենց մեղքերը եւ գմնաս տուն միշտ նույնը, ինչպես որ էիր, եւ որ ես, եւ որ բիդիկաս։ Երգուքանք քու կահիդ արջևը քեզ դեսնելու, քեզ վայելելու քու ներգայության տոս մեր մեջ, քեզ մեզ ստանալու նորանոր օրհնություններ, ով Հայր Աստված կփարապանենք քեզ, գբաշտենք քեզ անգեղծությունով, հոգիով եւ ճշմարտությունով, ընդունիր մեզ եւ մեր պաշտամունքը, որ քեզի պիտի ներկայացնենք այսօր։ Միացուր մեր սրտերը պաշտամունքի հոգիով, որպեսզի շարունակենք փարապանել քեզ այս պաշտամունքին ընթացքին։ Այս բոլորը կխնդրենք Հիսուսի բարձրական անունով։ Ամեն։ Ամեն։ Շարունակենք փարապանել Աստված երգերով, երգ ո դերին գուզեմ։ Փարապանության շատ գեղեցիկ երգ մնենք, անոնք որոնք գիտեն այս երգը լավ, թող համարձակ երգեն, սրտանց երգեն եւ միշտ միտքերնից ունենանք մենք որու համար երգենք եւ մեր ցայները որու համար կբարձրացնենք։
Քեղեցիկ եղանակներ, մելոդիներ կնվագվին, շարունակենք մեր հոգիները խոնարհեցնել, պատրաստել մեր սրտերը Տերոջ առջև աղոթքով ներկայանալու համար։ Ով դեր մեր դերը ինչ փառավոր է քո անունդ բոլոր երկրի վրա։ Ով դեր մեր դերը ինչ փառավոր է քո անունդ մեր երկրի վրա։ Ինչ գեղեցիկ է հավաքվելը քո սեփական ժողովրդիդ միադեղ փառապանելու քեզ, բաշխելու քեզ։ Այո դեր Աստված, եկած ենք քո քահիդ առջև խոնարհությունով եւ հույսով, որովհետեւ դու հույսի Աստված ես։ Դու զորքերու դեր Աստված ես։ Դու հրաշքներ գործող Աստված ես։ Դու գենթանի Աստված ես։ Դեր Աստված, ու քան այսօր ես մեխնդրելու առաջնորդություն, իմաստություն Ես մեխնդրելու ողորմություն, կտություն, կտակ ու ժողովրդիդ վրա ով դեր Աստված, կտաս մեղավոր աշխարհին վրա, եւ պատերազմներ գծակին ամենուրեք, եւ գբարձանան ռմփագործումներուն ցայները վախ եւ սարսափ կդարածվին ամենտեղ Բայց քո խոսքը ճշմարիտ է եւ դու հավատարիմ ես ով խաղաղության Աստված որբեսի քո խաղաղությունդ երկնային խաղաղությունդ հաստատես սրդերում մեջ երկրի վրա մարդոց հարաբերություններուն մեջ բեդություններու միջև տշնամիներու միջև գաղերսենք քեզ ով է դեր Աստված Խաղաղությունը հաստատես միջին արևելքի մեջ։ Խաղաղությունը հաստատես մեր մայր հայրենիք Հայաստանի վրա։ Երբ կսպառնան թշնամին, աչեն ցախեն, դու խաղաղությունդ, իմաստությունդ, ողորմությունդ քո ժողովրդիդ վրա թողնա։ Թող ժողովուրդը ձունգի կալով քո անունդ բարձրացնեն։ Քեզ գանչեն Ողորմություն խնդրեմ, եթե չի խոնարին, դու իրենց քո ագանչդ պիտի չի խոնարեցնես։ Այո դեր Աստված, գոդրե փշտրե գարձրացած սրդերը, գոդրե փշտրե համար դժվար նգարակիրի անձերը, որոնք պատասխանատվության թիրքի վրա են, խոնարեցուր զիրենք, որովհետեւ քո իմաստությունովդ դնորինեն, առաջնորդեն, իշխեն բեդությունները, երգիրները եւ ժողովուրդներուն աբական քո աստվածային իմաստությունովդ Դեր Աստված կբերենք բոլոր չկավորները, դարաբյալները, որոնք նյութական, տնտեսական դժվար պայմաններում մեջ կգտնվին այս օրերուն, երկրի 4 կողմերը,
բոլոր աշխարհի վրա քու խաղաղությունով իրենց առաջնորդե եւ իրենց բարոր օրեր շնորհե, որովհետեւ գիտնան որ դու կենթանի Աստված ես, դու կգործես եւ կխնդրենք մեր սրտերով անգեղծորեն հավատքով դու պիտի գադարես։ Դեր Աստված քեզ կբերենք այս եկեղեցին եւ բոլոր եկեղեցիները աշխարհի վրա, որոնք այսօր քո անունդ կպաշտեն, քեզ կփառավորեն, քեզ կփառաբանեն, միացուր քո եկեղեցիդ աշխարհի վրա, որում գլուխը տունես, որ բոլոր եկեղեցիները եկեղեցին գլխուն հետ առնչված լան միշտ, գապված եւ գլխեն ստանան իրենց առաջնորդությունը եւ ոչ թե մարդկային իմաստություններով վրա վստահելով։ Դեր Աստված կբերենք այս եկեղեցի անդամներ, անոնք որոնք բացակայեն այսօր դարբեր պատճառներով, որոնք կհերանան եկեղեցին ճամփորդության պատճառներով, այս եկեղեցիկ ամրան առաջին օրը վայելելու համար, բնությունը վայելելու համար եւ գաստուրվելու համար։ Իմիջայլոց կխնդրենք քո Սուրբ Ոգիիդ ներկայությունը իրենց հետ ալլա, որովհետեւ փառավորեն քեզ իրենց եղած դեղերեն։ Գաղութենք անոնք, որոնք այս եկեղեցին պաշտամունք են կբացակայեն իրենց հիվանդություններուն պատճառով, որոնք կդարաբին ցավերը, վերքերը, հոգնած մարմինները, դու եղիր իրենց բժշկիր։ Իրենց ներկայության մեջ դու ներկայ եղիր։ Քո բժշկարար ցերկդ իրենց ցաված վնասված մարմինները թփչիր եւ բժշկե իրենց եւ ոտքի կանգնեցուր։ Քեզ կբերենք գոդրած ինգած հոգիները, որոնք կդարաբին մեղքի պատճառով։ Կխնդրենք, որ քո որդիներդ, քո ծառաներդ, քո մշակներդ քո Սուրբ խոսքը տարածեն անոնց եւ իրենց հոգիները կանգնեցնեն եւ վերակտնեն իրենց ինքնությունը, իրենց դիմակիցը, որ դու ստեղծեցիր քո պատկերովդ եւ սրբե մակրե իրենց մեղքերը եւ վերադարձու քո բարախիտ մեջ, որպեսի ըլլան անբաժան հետևորդները հովիվին առաջնորդին։ Դեր Աստված կբերենք այս եկեղեցին հովիվը եւ իր ընտանիքը, որոնք այս եկեղեցին պաշտամունք են այսօր կբացակային, անձնական պատճառներով դու իրենց հետ եղիր, քո շնորհքդ, իմաստությունդ, ապահովությունդ եւ խաղաղությունդ իրենց հետ ալլա։ Եվ այս պաշտամունքը կբերենք երկնավոր Հայր, ամեն բանի առաջ եւ վերջ, որ քեզի հաճելի եւ բադվական լա, ինչպես որ քեզ գվայելե, դու սուրբ ես, կուզենք մենք ալ քեզ նման սուրբերը լանք։ Քո ջամփուտ մեջ քո շնորհքովդ մեզ առաջնորդ է եւ այսօրվա պաշտամունքը դու առաջնորդ է, սկիզբեն մինչեւ վերջ։ Հիսուսի անունով գաղութենք, ամեն։ Բիդի շարունակենք 231-րդ երկով, երկթիվ 231։
Մեր ուշադրությունները եւ գետրոնացումը պիտի դարձնենք Աստուծո հավիտենական գենարար խոսքին, որ այսօրվա քարոզունյութը առնված է Եսայա մարգարեութենեն, Եսայա 40-րդ համարեն սկսյալ մինչև 8-րդ համարները։ Հետևենք Աստծո խոսքին հավատքով եւ երկարացությունով, որ մենք պիտի ստանանք այսօրվա մեր հոգեվոր սնունդը։ Անաբադին մեջ կանչողին ցայնը դերոջը ջամփան պատրաստեցեք ու ամայության մեջ մեր Աստծոյն համար շավիղ շտկեցեք։ Ամեն ծոր պիտի բարձրանա, ամեն լեր փլուր պիտի ծածնա, ձուրը պիտի շտկվի, խորդուփորդ տեղերը հավասար պիտի ըլլան, դերոջը փառքը պիտի հայտնվի, եւ ամեն մարմին մեկտեղ զանիգա պիտի տեսնե, քանզի դերոջը պերանը խոսեցավ, ցայմը ըսավ, գանչե, ու ես ասի, ինչ գանչեմ, ամեն մարմին խոդ է, անոր վայելչությունը տաշտի ձաղգին բես է, խոդը գճորնա, ձաղիգը գտարամի, երբ անոր վրա դերոջը հովը փչե, իրավցնե ժողովուրդը խոդ է, խոդը գճորնա, ձաղիգը գտարամի, բայց մեր Աստուծուն խոսքը հավիտյան պիտի մնա, ամեն։ Այսօրվա պատգամին նյութն է Աստուծո մայրուղին, highway, մայրուղին է, հայերեն թարգմանություն, մեկ ինձ արծուց, ինչ է highway-ին հայերենը գիտես? Այո, սի մայրուղի։ Բոլորս երբ որ եկեղեցի գուկանք, մեզ մեջ շատեր 401-ը գարնեն, 401-ը Կանադայի մեջ, անոնք որոնք մեզի արցանցքը հետևին, անոնց կսեմ, 401-ը և ինչ որ 400-ով են, մայրուղիներ են և շատ անցքեր ունին։ Ամենախջովված, ամենաերգարող, գրեթե աշխարհի ամենաերգար մայրուղիներեն մին է 401-ը։ Ինչու ընդրեցի ասնյութը, որովհետև ամեն անգամ, որ ես 401-ը գործածեմ եկեղեցի գալու համար, դարբեր փորձառություններ կունենամ եւ դարբեր ապրումներ կունենամ եւ դարբեր չալենջներ կունենամ, շատերու ցանոթ պատճառներով։ Կուզեմ անոնց պատճառներեն 1-2 հատ իշեմ, մնացածը դուք կրնակ շարունակել ձեր մտքեն եւ ձեր կյանքի մեջ դեսած փորձառություն են գիտեք։ Երբ որ 401 ելնենք, մայրուղի, մենք ունենք մեկ նպատակ, մենք ունենք հասնելիք գետ, ուր որ հոնգուղվենք, անոր համար ընդրած ենք աս մայրուղին։ Մեր ջամփուն ընթացքին շատ արգելքներու կհանդիպենք։ Արգելքները զանազան են, տարբեր են իրար մե։ Երբեմն կբադահի, որ 4 անցքերեն միան 3-ը գաշխատի եւ մնացյալը կոց է, կոցած կլան։ Ինչու? Որովհետեւ գնան նորոգության մեջ է։ Նորոգություններ կգադարվին։ Գամալ երկու ինքնաշարժներ իրար խփած են եւ վտանգավոր վիճակի մեջ դարձյալ ջամփան կոծվի եւ տուն ուշացումի ենթարկվես։ Գուզես որ ճիշտ ժամանակին ներգալ, ժամանակին առաջ, բայց ադի քեզի արգելք եղավ։ Գտեսնենք ջամփուն ընթացքին գամուրջներ, քեղեցիկ դեսարան, լերներ, հովիտներ, անդարներ եւ Աստծո փառք կտանք իր ստեղծագործության համար, ուրախությամբ կլեցվի մեր սրտերը եւ սկսենք երգել, պարապանել Աստված։ Բայց երբեմն ճիշտ հագարակը, քանի որ ուշացել ենք, քանի որ ջամփան թանթաղ է, փարգությունով գլեցվենք։
Եվ գսենք աս ինչու բադայեցավ հիմա, եւ այլն եւ այլն։ Սիրելիներ, այսօրվա հատվածը, որ քիչ առաջ կարդացվեցավ, գուզեմ աչքերնի թոնը լա։ Այս հատվածը շատ լավ ծանոթ է մեզ, առաջին անգամ չէ, որ կհանդիպենք, Եսայի մարգարեն գրած էր, որ կմարգարեանա Տեր Հիսուս Քրիստոսի առաջին քալստյան համար։ Եվ այդ շրջանին, որ Եսայի մարգարեն Պապելոնեն վերադարձած քերիները թեպի Հրեաստան գողվին, այլևս խաղաղություն եւ հանգստյան օրեր պիտի կային հրեա ժողովրդին համար։ Եսային գրե եւ գսե այս համարները եւ մինչ այդ ասիկա նոր գդագարանի մեջ իրականացավ Տեր Հիսուս Քրիստոսի քալուստովը, որ Հովանես Մգրդիչ ինք եւս գանչեց անաբադի մեջ եւ ասավ ժողովրդին ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի թագավորությունը մոտ է։ Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի թագավորությունը մոտ է, որովհետեւ այս է այն մեկը, որում մասին Եսային արդեն ասած էր, անանվադի մեջ գանչողին ցայնը պատրաստեցեք Տիրոջը ճանապարհը, անոր շավիղները շտկեցեք, գսե Եսայի մարգարեն։ Մենք պիտի տեսնենք անոր լիագադար գադարումը, երբ Հիսուս վերարտանա իր երկրորդ քալուստով, որպես թագավորներուն թագավորը, եւ կհաստատա իր արդարությունը այս աշխարհի վրա։ Իր առաջին քալուստյամ Տեր Հիսուս եկավ որպես ցավով լեցուն ծարամը, անարգված, բայց իր երկրորդ քալուստյանը, որում մենք ակնկալությամբ հույսով կսպասենք, անպիտի որպես հաղթական թագավոր, ցիու վրա նստած եւ իր հետը երկնայուն փանագը։ Այս ամառները կխոսին ապակայի մասին, սակայն միևնույն ժամանակ կբնտեն, որ եկեղեցին այսօր պետք է պատրաստվի թագավորությանը համար։ Հագատությունը հայուեին եւ աշխարհի ճամփան լովեին ցած դեղերը իրարու հետ միշտ կհագասեն, ներկա է այս հագատությունը։ Քրիստոսի եկեղեցին այսօր հրավիրված է պատրաստելու իր ճամփան Տերոջը թագավորության համար։ Հիսուս պիտի գանքնի, գսե Զաքարիա մարգարեն, Ցիթենյաց լերան վրա եւ պիտի թագավորե 1000 տարի բոլոր ազգերուն վրա։ Բայց մինչ մենք անելիքներ ունենք։ Առաջին, երբ խոսենք ամեն հովիտ պիտի բարձրանա, ինչ կնշանակի այսօր մեզի համար այս խոսքը։ Եսայի մարգարեն գսե լեցնելու կորձընթաց մգա։ Այն հովիտները, որ խորշակ է եւ կամ ցած դեղեր են, անոնք պետք է ծածկվին, կոծվին եւ շիդագլա դապարակ։ Մենք բոլորս ունենք հոգեվոր ցած դեղեր մեր կյանքերում մեջ։ Ավելի խոր եւ թադարկ մնացած են մեր հոգեվոր կյանքի մեջ ան դեղերը, ուր չէ հասած Աստծո ներկործությունը, ավելի ճիշտը շիդակ բարերով ասեմ, որ մենք չենք արդոնած, որ Աստված ներկործե, որբեսի ածած դեղերը լեցվին։ Ինչ են ածած դեղերը։ Հոգևոր իմաստով անոնք մեղքերու տեսակներն են, որոնք մեր կյանքերու մեջ արգելք կհանդիսանան, որբեսի Տերոջ թագավորությունը մեր մեջ կա եւ ճամփան սահուն ընտանա։ Աստծած դեղերը պետք է լեցվին հոգիի բդուղով։ Հոգիին բդուղները ինչ են։ Սեր, ուրախություն, խաղաղություն, խնդություն, համբերություն, փարություն, ժուժգալություն,
հավատարմություն, հեզություն։ Բոլոր այս հոգին բդուղներով միան կարելի է մեր ցած դեղերը, փոսերը կոծվի։ Երկրորդ անելիքներ ունենք։ Այն բարձր դեղերը, որոնք կխոչընդոտեն նաև հեզասահ ճանապարհի վրա անցնել են Տերոջի թագավորությունը, այն բոլոր բարձր դեղերն են։ Ամեն լեր եւ փլուր պիտի ծածնակ է Տերոջի խոսքը։ Ասիկա կնշանակե խոնարեցում, խոնարիլ։ Լերը պամն է, որ կբարձրանա իր շրջապատեն։ Պատմության մեջ լերները միշտ արկելք եղած են ժողովուրդներ իրարու փոխադրություն ունելու, փոխադրվելու միջոցները ավելի դժվար գլա եւ շրջանը լեռնային գլա։ Մեր սիրելի հայաստանցի եղբայրներ եւ քույրերը շատ լավ գիտեն, Հայաստան լեռնային շղթաներ շատ կան եւ դեղ փոխադրվելը ժամեր կդեվեն, մանավանդ երբ որ ջամփաները հարթված չեն, շտկված չեն, ուղիղ չեն, դերևս գամուրջներ պետք են, դերևս թանելներ պետք են։ Նույնպես ալ մեր հոգևոր ճանապարհին վրա, հայվեին վրա ունենք այսպիսի նման լեռներ։ Լեռներ, որ պետք է ծածնան, գսե Աստծո խոսքը։ Բայց Մարկոս 11-րդ գլխուն 23-րդ համարը գսե, եթե մեկը ասլերին ասե ել եւ ծածիր ինգիր ծովուն մեջ եւ իր սրտի մեջ գասկած չունենա եւ հավատա, որ այս բանը պիտի կատարվի, ադիգա պիտի ըլլա։ Ամեն։ Եթե այսօր ես կհավատամ, որ իմ սրտիս վրա լեռներ կան, իմ անձիս մեջ ունիմ լեռներ, որոնք անհնար է ադիգա փոխադրելը, ճուրընելը, բայց ես կհավատամ, որ կարող է Աստված ան լեռները ծածնել, ներողություն, ադոնք պիտի ծածնան։ Երորդ, գոբիտ տեղերը պիտի հարթվին։ Գոբիտ կնշանակե դժվար, անանցանելի, հուսահատեցնող։ Այսինքն յանքի մեջ այն դեղերը, որ մենք գիտենք, թե գրնանք ավելի լավ ընել, բայց չեն գներ։ Գիտնալով հանդերձ չեն գներ։ Առաջին Թեսաղոնիկեցի 5-րդ գլխում 23-24 համարը գսե. Զերծ մնացեք նույնիսկ չարիքին դեսկեն։ Այսինքն չարի եթե գիտես, նույնիսկ հոմինայր։ Մենք պետք է քննենք մեր կյանքերը եւ հանցնենք այս բոլոր դեղերը, որ գխոչընդոտեն ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ կալստյան, անձնապես որպես հավատացյալներ եւ հավաքականապես որպես եկեղեցի այս երկրին վրա, պետք է անոնց վրա աշխատենք։ Այդ գոբիտ դեղերեն մեր սրտերու մեջ կգտնենք կարծացած դեղերը, որոնք մեղքեր են, ինչպես որ ասենք, ինչպես դուք համրեցեք, պամպասանք, ադելություն, չներել, սդել և այլ ուրիշ մեղքեր։ Այս բաները բոլորը կընթանան մեզի հետ կարծես անվնաս են, բայց պետք է քաջությամբ ընդունենք, որ ասոնք վնասակար են, ասոնք մեղքեր են, պետք է այս բոլոր լեռները վերցվին, որպեսզի մենք բոլորս միասնաբար հարթենք Տերոջ երկրորդ կալստյան ճամփան մայրուղին։ Չորրորդ եւ վերջին ամեն մարմին պիտի տեսնե, գսե Աստծո խոսքը, եւ բարձր ճանապարհները ընտրենք եւ ցած ճանապարհները մերժենք, մեր նայվածքը եւ ուղվածքը պիտի լա միայն Հիսուսի, մեր հավատքին առաջնորդին եւ գադարողին։ Հայտնությունը գսե առաջին գլխուն 7-րդ համարին մեջ, ահա գուկա ամբերով եւ ամեն աչք պիտի տեսնե զայն, ամեն աչք։ Անոնք, որոնք
խոցեցին զինք եւ անոնք որոնք զինք կսպասեին եւ երկրի բոլոր ցեղերը պիտի ողբան անոր համար։ Այո, ամեն։ Հիսուսի երկրորդ կալուստը դեսանելի եւ հաղթական պիտի լա, ամեն մարդ պիտի տեսնի եւ ճանչնա անոր, նույնիսկ անոնք որ մերժեցին զինք։ Ես եմ ալֆան եւ ես եմ օմեգան, սկիզբը ու վախճանը, գսեդերը, ան որ գա եւ որ եղած էր եւ որ պիտի գա, ամենագարողը։ Թող Քրիստոսի ճշմարտությունը ներտապանցե մեր կյանքի մեջ, խորացնե մեր հավատքը անոր վրա եւ զորացնե մեզ հանցնարության ըլլալու հնազանդ անոր։ Ամեն քնով։ Ամեն։ Today's message title is God's Highway. It's taken from Isaiah chapter 40, verses 3 through 8. A highway for God. Isaiah is writing about a coming of the Messiah. These verses were partially fulfilled through the ministry of John the Baptist. Matthew chapter 3, verse 3 says, This is the one of whom the prophet Isaiah spoke when he said, the voice of one crying out in the wilderness, prepare the way of the Lord, make his path straight. The days of John Baptist came preaching in the wilderness of Judea and saying, repent, for the kingdom of heaven is at hand. For this is he who has spoken of by the prophet Isaiah, saying, the voice of one crying in the wilderness, prepare the way of the Lord, make his path straight. We will see their ultimate fulfillment when Jesus comes in his second advent, to rule as a King of kings and set things right in the world. In his first coming, Jesus was the suffering servant. In his second coming, Jesus will be the conquering king. In his first coming, Jesus arrived in the most humble of circumstances. In his second coming, Jesus will arrive with the armies of heaven at his side. In his second coming, Jesus will arrive with his army. While these verses are primarily about the future, they also point out the preparation of the church. The church must make for the kingdom if we want to see the Lord move among us in a time of power and glory. It is these preparations that will allow us to contrast a highway versus a low way. God's highway always stands in contradiction to the world's low way. As individuals and as the Church of Christ, we are called to make straight in the desert a highway for our God. According to the prophet Zechariah, Jesus will set his feet on the Mount of Olives in Jerusalem and rule for 1,000 years over all the nations of this world. While we wait for his return, this must be, first, a lifting. Every valley shall be exalted. Isaiah refers to a filling process. A valley is a gutter or low place. This speaks out about places in our lives that are lacking, the low places in our lives. We all have low spots in our walk with Jesus.
We all have places that we have allowed to become hollowed and or shallow. Those places must be filled and lifted up before the glory of God can truly be revealed in our life. For some, it is a spiritual valley, prayer life, Bible reading, church attendance, unforgiveness, guilt, anger, or self-righteousness, and so on. For some, it is a physical valley, financial problems, marital issues, hardships, or any relationship or activities that have pulled us away from God. We must identify those low places that need to be filled in with the fruit of the Spirit: love, joy, peace, patience, kindness, goodness, faithfulness, gentleness, and self-control. If you are willing to lift up by filling in low places in our lives with the excellency of God, we will experience Him moving in our walk for good of the kingdom of heaven. Second, a lowering. Every mountain and hill shall be made low. This refers to a humbling process. A mountain or hill is something that stands taller than the landscape around it. Throughout history, mountains have always been barriers to man's progress. They have hindered his efforts to explore his world and go where he wants to go. There are many potential mountains in our walk for the cause of Christ, such as pride. Pride is a mountain. Fear is a mountain. Worry is a mountain. Hypocrisy is a mountain. Guilt is a mountain. And unforgiveness is a mountain. But in Mark 11:22, Jesus said to the disciples, "Have faith in God, for assuredly I say to you, whoever says to this mountain, 'Be removed and be cast into the sea,' and does not doubt in his heart, but believes that those things he says will be done, he will have whatever he says." We must work to tear down the mountains that stand between us and what God wants to do in our lives. Everyone here has mountains in their life. We all have attitudes, actions, and passions that need to be brought down so that God can move in like He desires to. When mountains are brought down, low places are filled in. We must look at our lives today and identify the high places that stands as mountains and hills between us and the kingdom of God. Third, a lining up. The crooked shall be made straight. This refers to getting things lined up like they should be. The word crooked comes from a word that means slippery. It speaks of a road that's deceptive in nature. It promises one thing and delivers another thing. Appears to be a level, easy way, but when traveled, it proves to be hazardous. And it always leads to a fall. Some of us have gotten ourselves into relationships that have led us away from God. The road is crooked and needs to be straightened. Some of us have allowed work or recreation or some pursuit for advancement to lead us away from the Lord. Those are dangerous. Those are dangerous roads and need to be abandoned for the straight road of serving
the Lord. Some of us are walking the crooked path of arrogance. We refuse to bow to the lordship of Jesus Christ in our lives. We hear his word and turn a deaf ear to his call. That is dangerous. It needs to be abandoned for the path of humility in the service to the Lord. Fourth, a leveling out. The rough places shall be made smooth. This refers to pressing or squishing process. The word rough refers to that which is impassable or being bound up. It can even have the idea of being doubtful. It speaks to those areas that are questionable and need to be squashed. It speaks to those places in life where we know we could do better, but we don't. The Bible tells us very clearly how to handle those areas of life. It says in 1 Thessalonians chapter 5, verses 22 through 24. The Word of God is telling us that we need to examine our lives and deal with these places where we are a little rough around these edges. We need to address those areas where we tolerate things that need to be confessed and forsaken. Again, we all have those places in our lives that are rough. We are allowing ourselves a mile when the Lord has forbidden even an inch. We allow things like gossip, envy, anger, unforgiveness, laziness, tempers, prayerlessness, or impurity in our talk or in our thoughts. I'm talking about things that we often see nothing wrong with or that we excuse as our own guilty pleasure or little weakness. We all have rough places in our walk with the Lord, but they must be smoothed out for the kingdom. Fifth, a looking, seeing, and all flesh shall see it together. As we take the highway and reject the low way, we ought to be looking unto Jesus, the author and finisher of our faith, who for the joy that was set before him endured the cross, despising the shame, and has sat down at the right hand of the God. Revelation chapter 1, verse 7 says, "Behold, he is coming with clouds, and every eye will see him, even they who pierced him, and all the tribes of the earth will mourn because of him. Even so, amen. Jesus' second coming will be visible and victorious. All people will see him arrive, and they will know that he is Jesus. He is the King of kings. Even the ones that pierced him, the nations of Israel, will know that this is Jesus, was the same Jesus they had rejected. I am the Alpha and the Omega, the beginning and the end, says the Lord, who is and who was and who is to come, the Almighty. Let the truth about Christ penetrate our life, deepen our faith in him, and strengthen our
commitment to follow him, no matter what the cost. Amen. Խոնարհենք աղոթելու համար։ Տեր Աստված, այո, ձարավ հոգինորով, ձարավ սրդերով եկանք եւ քո խոսքիդ ճշմարտությունն այսօր կուզենք գշտացած դուրս ելնել, կուզենք այսօր որոշում առնելով դուրս ելնել, գիտակցելով մեր անձերուն դգարությունները, ճանչնալով մեր սրդերու մեջ բարձր եւ ծած դեղերը, Տունեգուր եւ հարթե շտկե բադրաստե ջամփան, որբեսի քու տակավորությունդ, քու երկրորդ հզոր կալուստդ, որբես տակավորած տակավոր, քու երկնային փանագովդ, քեզ դեսնենք ամբերով պիտի կաս, եւ պիտի իշխես ողջերը եւ մերելները, եւ ամեն ձունկ եւ ամեն լեզու պիտի ձնրատրին եւ խոստովանին, թե տուն դեր ես հոր Աստծո փառքին համար, տուն ես ալֆան եւ օմեգան, տուն ես սկիզբը եւ վաղճանը, եկուր այսօր Տեր Աստված, եկուր քո իշխանությունովդ, քո ամենայն հեղինակությամբ մտիր մեր սրդերուն մեջ եւ հարթե շտկե քեզի գարդոնենք, որ ներկործես մեր հոգևոր կյանքի մեջ անհադապար եւ հավաքաբար Տուն եկեղեցիդ առաջնորդե ուղիղ քալելով վախով եւ ճշմարտությունով քու ջամփուտ մեջ, որբեսի աբահով հասնենք քու երկնային տակավորությանդ մեջ, փրկե քու ժողովուրդդ, փրկե մեղավորները, այս բոլորը կխնդրենք Հիսուս Քրիստոսի պատվականության համար եւ անոր փառքին համար, եղիր մեզի հետ հիմա եւ միշտ, ամեն։ Մեր վերջին երգը բիդլա այսօրվա պաշտամունքին, երգ թիվ 258-ը։ Աջամփանից Amen.
Ժամանակն է հիմա մեր նվերները Աստծո առջև բերել, մինչ եղանակ մգնվակվի, մեր երդասարտները կներկայանան։ Աղոթենք։ Մեր սիրելի երկնավոր Հայր, բարիքներու Հայր, եկած ենք այսօր քեզի փառք տալու եւ շնորհակալություն հայտնելու քո դված նյութական բարիքներու համար, որ մենք ստացանք քեզմե եւ այսօր կբերենք անոնց մեր բաժինը, որովհետեւ քո թակավորքյանը համար ադոնք գործածվին եւ եկեղեցի հոգևոր շինության համար։ Տեր Աստված օրհնե ամեն մեկ լուման, օրհնե դվող սրդապուխ սրդերը եւ քաչալերը բոլորին, որ Աստվածահաճության մեջ արադացերնությամբ մոդենան ինչ որ կստանան քեզ մեր բարիքներ եւ ողորմություններ։ Եվ դուր որ մենք ուրիշներունալ ողորմությամբ հասնենք։ Այս խորհուրդով մեզ իմաստություն դուր եւ շարունակի այս եկեղեցի մեջ գործել քո տակավորությանը համար։ Հիսուսի անունով ամեն։ Бид անցնենք մեր հայտարարություններուն, ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ շատ կարճ հայտարարություններ են, շատ երկար չէ, բայց բոլորին համար Աստծո փառք տանք։ Մանավանդ անցյալ գիրագի օրվան հայրերու օրվան արիտով գեղեցիկ դաշտակնացության հայդակիր մոնեցանք այս եկեղեցին շրջապագեն դուրս եւ Աստծո փառք տանք, որ հրաշալի գեղեցիկ օրը անցուցինք Աստծո ներկայությամբ եւ մեծ բազմությամբ թե անդամներու թե հյուրերու հետ միասին բավական հաջելի ժամեր անցուցինք, անոնավոր Աստծո փառք տանք եւ ժողովին եկեղեցի հոգապարտության անով հadouk շնորհակալություն կհանձնենք հայրերու օրվա ճաշկերուտին կամ դաշտակնացության հանձնախումբին գլխավորությամբ բարոն Հակոբ Կակոսյանին եւ անոր հետ աշխատակիցներուն բոլորովին հիանալի եւ փակ դալիք երևույթ էր բոլորին մեծ ու փոքր իրարու հետ ցերքի դալով այս ծրագիրը հաջող ընթացավ։ Իրապես ես սրտանց փառք կունեմ Աստծո մեր եկեղեցի մեջ ունենք շատ գամավորներ, անոնք շատ լավ աշխատեցան եւ բոլորին ուրախության պատճառներ են մեկնալ անոնց համագործակցության բաժիններ։ Շնորհակալ ենք բոլորին, որոնք օգտակար եղան թե նյութապես եւ թե գործով։ Այսօր ինչպես որ կնկատեք, եկեղեցին հովիվը կբացակայի սեմինարի մասնակցության պատճառով, անգ մասնակցի սեմինարին, որ 3 օրերու ընթացքին կդեվեր, ուրբաթ շաբաթ եւ այսօր գիրագի օրը մեր աղոթներու մեջ հիշեցինք եւ խնդրենք, որ Աստծո իմաստությունը, պաշտպանությունը եւ առաջնորդությունը միշտ իրեն հետ լա, որովհետեւ այս եկեղեցին հանձնված բարդականություն իր ուսերուն վրա աստվածահաճո երբով եւ մասնավ հadouk ծևով բերե իր ծառայությունը։ Ուրախ ենք, որ եւ այս տարի եւս ամառնային Սուրբ Քիրքի վարժարանը, այսինքն VBS-ը դարձյալ դեղի պիտի ունենա, արդեն գիմանանք, որ արձանագրությունները դադրած են, թիվը հասած է իր կակատնագետին եւ գսկսենք Աստծո գամքով հուլիս 7-ին 11, ուրեմն հուլիս 7-ին 11
մեր ամառնային դպրոցի ուսուցիչները բոլորը արդեն ամիսները վեր կպատրաստվեին այս ամառնային Սուրբ Գիրքի վարժարանին համար եւ մենք ալ մեր բաժինը բերենք աղոթներով, որովհետեւ այս ծրագիրը իր նպատակին հասնի եւ Աստծո խոսքը ամեն փոքրիկին սրտի մեջ ցանվի եւ հոն սնանվի եւ մեր եկեղեցին, մեր ժողովրդին բարդականությունը մասնակցությունը անի բիդլա որ թե հոգեվորապես աղոթներով բերենք ամառնային Սուրբ Գիրքի վարժարանը, ուսուցիչները, ուսուցչուհիները եւ թե մեր նյութական օժանդակություններով այս դնդեսական դժվարին պայմաններում մեջ դժվար է 2-3 զավակներ ունեցող արձանագրել, բայց մենք կհավատանք, որ մեր ժողովուրդը անպայման չուզեր, որ երեխամը զրկվի այս հոգևոր ծրագիրեն, անպայման ձեր գրմանները արադորեն բացեք եւ օգնեցեք այն բոլոր երեխաներուն, որ անկարող են մասնակցելու նյութական պատճառներով, թող չլա, որ մանուկը զրկվի հոգևոր սնունդեն։ Բոլորս սադարենք ամառնային դպրոցը մեր աղոթներով ինչպես որսի եւ մեր նյութական օժանդակությունով։ Դարձյալ Աստծո պարկ կտանք, որ մեր երիտասարդները Youth Camp Արևելք պիտի ունենան օգոստոս 10-16 Միացյալ Նահանգներու մեջ։ Արդեն գլսենք, որ մեր երիտասարդներուն թիվը մոտավորապես 40, եթե վսկիչ մնալ ավելի, պարկ կտանք, որ մեր երիտասարդները ճադակով են եւ ի խնդիր իրենց հավատքին, շինության եւ զարգացման համար գուզեն մասնակցել այս շինիչ եւ օգտակար համակումարներուն, որտեղի բնույթ ինչպես որսի օգոստոս 10-16 դարձյալ գգրտնիեմ եւ խնդրեմ ձեր բոլորեն, որ աղոթողը լակ անոնց պատգամապերին, որ այս տարի դիլա մեր եկեղեցին հովիվն է բադիվունին գանոր համար Բադվերի Զոհրաբ Սարգսյանը դիլա գլխավոր պատգամապերը եւ դարձյալ գոչ կնենք բոլոր ընտանիքներուն, բոլոր ժողովրդին, որբեսի իրենց նյութական օժանդակությունները, նվիրատություններով կաչալերեն մեր երիտասարդները չզրկվելու նման համակումարները։ Այս բոլորը մեր մտքերու մեջ ունենանք սիրելիներ եւ աղոթքով դանենք Աստծո։ Կվիրավորենք բոլորս ոտքի կանգնել եւ փակենք մենք այսօրվա պաշտամունքին հայդակիրը Պերնիս խոսքերը ու սրդիս խորհուրդները քո առջևդ ընդունելնան։ Խաղությամբ արձակե մեզ Տեր Աստված եւ մենք երթանք եւ պատրաստենք մեր շավիղները ընդունելու քեզ, որպես թակավորած թակավոր մեր սրդերեններս։ Փառքը քեզի է հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։